Իտալացի հայտնի նկարիչ Ջովանի Բոլդինիի նվիրված ցուցահանդեսն է Փարիզի Պտի Պալեյում։ Ճամփորդություն շուրջ 150 ստեղծագործություններով, նկարներ, գծանկարներ, փորագրություններ, զգեստներ և նորաձևության աքսեսուարներ։ Կյանքի մեծ մասը Փարիզում անցկացրած Բոլդինին կարճ ժամանակում ընդգրկվեց գեղարվեստական շրջանակների մեջ, մտերմանալով Դեգայի հետ։ 19-ից 20-րդ դարերի սահմանագծին նա Փարիզի կարկառուն անձանցից մեկն էր, բարձր հասարակության խորաթափանց դիտորդը և մասնակիցը։ Ժանրային տեսարաններից զատ Բոլդինիի դիմանկարներն էին, որ հաջողություն բերեցին նրան։ Այդ դիմանկարներն ընդմիշտ արձանագրելու էր ողջ Փարիզը բել էպոքի ժամանակ։ Դրանք, ասես, Պրուստի կորուսյալ ժամանակը փնտրելի ստեղծագործության հերոսների գեղանկարչական պատկերային համարժեքը լինեն։ Բոլդինիի դիմանկարները վկայում են նաև նորաձևության հանդեպ նրա ընդգծված ճաշակի մասին։ Մեծ մրցնախազերով են նկարված ոճարարներ Ուորտի, Պոլ Պուարեի, Ժակ Դյուսեի և շատ ուրիշների ամենագեղեցիկ հանդերձանքները։ Այդ պատվերներով է, որ Բոլդինին մշակում է իր յուրահատուկ ոճը, որը կդառնա նրա այցեքարտը՝ հապճեպ արձանագրում, ուշադրություն բնորդի դիրքին, մարմինների սերպանտինե կամ օձաձև գծի առավել ընդգծում։ Ներկայացված աշխատանքների միջոցով ցուցահանդեսը ներկայացնում է այդ կորուսյալ Փարիզի գրավիչ և հուզիչ վկայությունը։ Ճանաչված որպես իր ժամանակի մեծ դիմանկարիչներից մեկը, Ջովանի Բոլդինին արտասովոր տեխնիկական վիրտուոզությամբ արձանագրում է մի ամբողջ դարաշրջանի եռուզեռը։ Անկախ նրանից, թե նա ներկայացնում է 1860-ականների Տոսկանան, Երրորդ հանրապետության Փարիզը, թե բել էպոքի բարձր հասարակությունն ու թեթևամիտ միջավայրը։ 1864 թվականին Բոլդինին տեղափոխվում է Ֆլորենցիա, որն այն ժամանակ Իտալիայի մշակութային և գեղարվեստական կյանքի կենտրոնն էր։ Նկարիչներ Միքելե Գորդիջյանի և Կրիստիանո Բանդիի շնորհիվ նա ներգրավում է գեղարվեստական շրջանակների մեջ, ստանալով բազմաթիվ պատվերներ։ Որոշ ժամանակ Բոլդինին այցելում է նաև Մակիաուլիներին, ժամանակակից իտալական գեղանկարչության նախաձեռնողների խմբին, նկարելով նրանցից մի քանիսի դիմանկարը։ Բոլդինիի հակվածությունը ինտերիերային դիմանկարների նկատմամբ նրան հեռացնում է Մակիաուլիներից, ովքեր նախընտրում էին բնանկարչական ժանրը և բացօթյա տեսարանները։ Ի տարբերություն իր հայրենակիցների Ջուզեպպե Դե Նիտիսի և Ֆեդերիկո Զանդոմենեգի, ովքեր Փարիզում փորձում էին մերձենալ իմպրեսիոնիստ նկարիչների, Բոլդինին ընտրում է բոլորովին այլ ճանապարհ։ Նկարների խորքը ներկայացնելու նրա նորարարական եղանակը, կերպարներին չեզոք խորքի վրա առանձնացնելու փոխարեն, նախապատվությունը տալով պատկերելու իր արվեստանոցի պատերը գրավեց շատերի ուշադրությունը։ Բոլդինիին սկսեցին նկատել քննադատները։ Մեծահարուստ անգլիացի Իզաբելլա Ռոբինսոն-Ֆալկոները, համոզվելով նրա բացառիկ տաղանդի մեջ, Բոլդինիին ծանոթացրեց Ֆլորենցիայում ապրող իտալական և արտասահմանյան մեծահարուստ ընտանիքների հետ, ովքեր հաճախ էին ձմեռում Կոտ դ'Ազուրում։ Բուրժուազիայի, արիստոկրատիայի հետ այս ծանոթությամբ Բոլդինին ստացավ հասարակական ճանաչում ու համակրանք և, ինչ խոսք, շարունակական պատվերներ։ Ցուցահանդեսի մյուս բաժինը նվիրված է Բոլդինիի փարիզյան մեկնարկին։ Բոլդինին ժամանում է Փարիզ 1871 թվականին։ Այդ ժամանակ Ֆրանսիայի մայրաքաղաքը նոր էր խաղաղություն հաստատել ֆրանս-պրուսական պատերազմից և կոմունայից հետո։
Առևտրային ռազմավարության հետ կապված Բոլդինին մտերմանում է դիլեր Ադոլֆ Կուպիդին և մի կողմ թողնելով դիմանկարչի իր մասնագիտությունը, իրեն նվիրում է նորաձև արվեստին Էրնեստ Մեսոնեի և Մարիո Ֆորտունիի ոճով։ Այս ոճին բնորոշ են փոքր չափերի ժանրային նկարները, 18-րդ դարի հանդերձներով կերպարներով, որոնք կարող էին գայթակղել ձեռնարկատիրական նոր բուրժուազիային։ Բոլդինիի երիտասարդ ուղեկիցն ու մուսան Բերտան անմեղության միախառնված և լուռ դեմքով և զգայականությամբ դառնում է տասնյակ տեսարանների գլխավոր հերոսուհին։ Իսկ բնանկարներում Բոլդինին առանձնահատուկ գրավչություն է ցուցաբերում այն վայրերի նկատմամբ, որտեղ հաճախում էր բարձր հասարակությունը, ինչպես օրինակ Էտրետան, որը շուտով պետք է դառնար ծովափնյա նորաձև քաղաք։ Լեներուն պատկերում է անցողիկ տեսողական տպավորություններ և կատարյալ գոհացուցիչ օրինվածք ունենալու համար դրանք վերամշակում է իր արվեստանոցում։ Հաջողությունը չի սպասում։ Բոլդինին շատ արագ ճանաչում է որպես բնանկարիչ և գեղանկարիչ ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Բոլդինիի նկարները հավաքական երևակայության մեջ, ասես սնուցում են խաղաղ, երջանիկ և ներդաշնակ ֆրանսիական հասարակության պատկեր հեռու կոմունայի հիշողություններից։ Ինչպես օրինակ այս պատկերը, որում պատկերված է Բերթան, նրա մուսան, պատկերը կոչվում է, անվանված է խաղաղ օրեր։ Այստեղ գլխավոր հերոսները ընդհանրապես նուրբ զգեստները և աքսեսուարները, բարձերը, գորգերը, թավջութակը, անփույթ կերպով դրված հատակին թույլ են տալիս նկարչին գործածել հյուսվածքների, ֆակտուրայի լայն տեսականի կոլեկցիոներներին գոհացնելու համար։ Եվ 1893 թվականին սույն նկարը Նյու Յորքում վաճառվելիս ստացավ «Խաղաղ օրեր» անվանումը, վերնագիրը, վկայելով այն լավատեսության ուղերձի մասին, որը Բոլդինիի նկարը փոխանցեց ամբողջ աշխարհին։ Լասկարակի քույրերը հիշեցնող այս հորինվածքում Բերտան ներկայացված է զույգի առօրյա մտերմության դիրքում։ Բազմոցին կիսապարկած, ծխախոտ ծխելով նա վկայում է այն բարեկեցության մասին, որին այժմ կարող է ձևացնել Երրորդ հանրապետության բնակչության մի ամբողջ հատվածը։ Այս տեսակի նկարները արագորեն համալրեցին եվրոպական և ամերիկյան մասնավոր հավաքածուները, սնուցելով ֆրանսիական հասարակության առավել ազատ ու ներդաշնակ նպատճաշակ կերպար։ Հաջորդ բաժինը այստեղ ներկայացված է, կոչվում է քաղաքի ռիթմը։ 19-րդ դարի վերջին Փարիզը ժամանակակից մեգապոլիսի կերպարով, գլխավոր մայրուղիներ, հանրակարգեր, էլեկտրական լուսավորություն ստացավ լույսերի քաղաք անվանումը։ Սրճարանները, թատրոնները, լեփլեցուն հրապարակներն ու փողոցները, որոնք խատում էին ձիաքաշ կառքերը, դարձան Բոլդինիի սիրելի թեմաները, կազմելով ինքնատիպությամբ լի Փարիզի տարեգրությունը։ Քաղաքի ռիթմը ներկայացնելու համար նկարիչն իրականացնում է գիտական կոմպոզիցիաներ, որոնք ասես նշանավորվում են անսովոր դիտակետերով։ Լինելով Մեսոնեի, Դեգայի և ժամանակագրական լուսանկարչության վերաբերյալ Էդվարդ Մեյբրիջի փորձերի երկրպագուն, Բոլդինին իրեն նվիրում է ձիերի պատկերման ուսումնասիրությանը։ Բոլդինիի նկարներից մեկն է զրույց սրճարանում, Փարիզյան սրճարանի նստած երկու նրբաճաշականայք, աջ կողմում Բերթան են, Բոլդինիի Փարիզյան առաջին նկարների մուսան,
իսկ զուսպ եւ այսպես ամոթխած բվագծվող ժպիտով իսկ ցավ կողմում Գաբրիել դե Ռաստի, ասես շիկահերն ու թխահերը, ամբողջությամբ հակադրվող, կոնտրաստային, մարմնավորելով Բուլդինի թե սենտիմենտալ եւ թե պրոֆեսիոնալ անցյալն ու գալիքը,